Տիկին Ադամյան, հրապարակվել են հարցումներ Հանրապետական ինստիտուտի կողմից իրականացված հարցումները եւ բոլոր կուսակցությունների հետ կապված փոփոխություններ կան, դուք էլի չեք երևում անցողիկ շեմում, հնարավոր է որ դադարեցնեք քարոզարշավը հաշվի առնելով որ հարցումներով չեք անցնում, թե ձեր քարոզարշավը այլ պատկեր է ցույց տալիս։ Չգիտեմ, նույնիսկ ինչ պատասխանեմ, ձեր հնարավոր է որ դադարեցնեք քարոզարշավը հարցի, բնականաբար ոչ։ Գիտեք, այդ բոլոր հարցումները իրականության հետ որևէ աղերս չունեն։ Եկեք հաշվի առնենք, որ հարցումները որ երկրից էլ որ պատվիրված լինեն, իրականացվում են Հայաստանում, իրականացվում են հայկական կազմակերպությունների ձեռքով։ Եվ այդ բոլոր հարցումներում, եթե մենք ցանկանանք ստանալ 100%, մենք դա կարող ենք անել, եթե համապատասխան վճարը տանք, բայց մենք ընտրությունների Նիկոլ Փաշինյանը վճարել է ընտրակաշառք որևէ մեկին ոչ հարցում անցկացնող կամ որևէ, չգիտեմ, պոտենցիալ կազմակերպության ամերիկյան կազմակերպությունը, այստեղի կազմակերպություն, ամերիկացիները չեն գալիս այստեղ հարցում անելու, եկեք այդ հաշվի առնենք այդ հանգամանքը։ Հարցում այնուամենայնիվ անում են հայերը եւ ներկայացնում են բոլորովին այլ պատկեր, քան կա իրականությունը։ ԿՊ-ն փող է տվել։ Ես չեմ կարծում ԿՊ-ն փող է տվել կամ համենայն դեպս բոլոր այն կուսակցությունները, որոնք իրականում իսկի 0.0001% չունեն, հանկարծ ինչ-որ 3%, 2%, 4% դրանք հեքիաթներ են։ Բարոն Կիրակոսյան, վստահեցնում եմ եւ ձեզ եւ բոլոր նրանց, ովքեր մեզ ունկնդրելու են, դրանք հեքիաթներ են, նախընտրական հեքիաթներ այն մասին, թե ինչպես սոտ հարցումը պետք է ազդի ընտրության ընթացքի վրա։ Բոլոր այդ հարցումների միակ նպատակը ընտրողներին վերակողմնորոշելն է։ Ուրիշ նպատակ այդ հարցումները չունեն։ Հունիսի 7-ը շատ հեռու չի։ Կգա հունիսի 7-ը եւ հունիսի 8-ին կտեսնենք, թե այդ սոցհարցումները որքան էին իրականությանը համապատասխանում։ Եվ բացարձակապես ընտրաշավ դադարեցնելու հարց, նույնիսկ ինչ ասեմ, գոյություն չունի նման հարց։ Մեր ընտրաշավը շատ ինտենսիվ է, մեր ընտրաշավը շատ արդյունավետ է։ Ընտրաշավի ժամանակ մեզ այնպիսի հարցեր են տալիս, որ մեկ-մեկ ինձ թվում է մենք արդեն իշխանություն ենք։ Ձեր շանսերը բարձր եք գնահատում։ Համենայն դեպս խորհրդարան մտնելու դժվարություն ես կարծում եմ, որ մենք չենք ունենալու։ Այստեղ խնդիրը մեր թվաքանակն է։ Գիտեք, վստահաբար համենայն դեպս Հայաստանի Հանրապետության 4-5 մարզերում մենք անդամ եղել ենք, վաղն էլ գնալու ենք Վանաձոր, Լոռու մարզ են գնալու, եւ այդ բոլոր հանդիպումներից ես եկել եմ այն եզրակացության, որ քաղաքացիական պայմանագիրը հավաքելու է իր 50+1-ը։ Ու այստեղ խնդիր է մնում, թե երկրորդ ուժը ով է լինելու խորհրդարանում, որովհետև անկախ նրանից, թե հարցումներում ինչ թվեր են նկարում, ոչ Ռոբերտ Քոչարյանի ուժը, ոչ ուժեղ Հայաստանը ակնհայտորեն հնարավոր է, որ նույնիսկ խորհրդարան չմտնեն, եթե իհարկե չապավինեն ավանդական օդից փող համակարգին։ Մեր ներկայությունը խորհրդարանում գերկարևոր է, որովհետև տեսեք, եթե հանկարծ էլի խորհրդարանը մտնում միայն քաղաքացիական պայմանագիրը եւ Կրեմլի վկաների այդ ամբողջ խառնամբոխը, մենք նորից ունենալու ենք 5 տարի կորած ժամանակ։ 5 տարի կորած ժամանակ, երբ էլի անverջ քննարկվելու է։ Իսկ մենք կմնանք հապկում, թե չենք մնա հապկում, իսկ մենք վերջապես կտականանք, թե կսառեցվենք հապկում, վերջապես ինչ կկատարվի Հայաստանի Հանրապետության ԵԱՏՄ հարաբերություններում, Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն հարաբերություններում։ Մենք հիմա այս բոլոր գործընթացները կարծես ԿՊ-ն հասցրել է սաղմնային վիճակի, բայց սաղմնային վիճակից զարգացում տալու համար պետք է հանրապետությունը, որտեղ հանրապետությունը այն կուսակցությունը չի, որ ակտիվանում է այսպես ընտրությունների նախօրեին, ընտրություններից մեկ ամիս առաջ հիշում է, որ ընտրող կա, որ այս երկրում պաշտպանական խնդիրներ կան, տնտեսական խնդիրներ կան, ժողովրդագրական խնդիրներ կան, ու այդ խնդիրները պետք է լուծվեն, այդ խնդիրների լուծման առաջարկներ են պետք ամենայն դեպս դուք ինքներդ էլ կարող եք վկայել, որ այս ընթացքում Հանրապետություն կուսակցության անդամների հետ ձեր վարած հարցազրույցներում բոլոր այդ խնդիրները արծարծվել են ու ոչ միայն արծարծվել են ինչ-որ մեկին քննադատելու տեսակետից, այլև արվել են առաջարկներ։ Տիկին Ադամյան, մենք չենք տեսնում ձեր կուսակցության կողմից մեծ հանրահավաքներ, օրինակ ինչպես անում է ԿՊ-ն, Ուժեղ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը, Քոչարյանի Հայաստան դաշինքը, դուք չունեք աջակիցների հոծ բազմություն։ Մենք աջակիցների բավարար բազմություն ունենք մեծ հանրահավաք անելու, բայց մենք հանրահավաք անելու իմաստը չենք տեսնում։
որովհետև մենք գերադասում ենք շատ ավելի խոսել մարդու հետ։ Մենք լինում ենք բակերում, մենք Իրանք էլ ամեն ինչ անում շատ ավելի փոքր հանրահավաքներ ենք անում, այդպիսի հանրահավաքներ թե Գյումրիում ենք ունեցել, թե Ախուրյանում ենք ունեցել, շատ լավ մինի հանրահավաքներ ունեցել ենք Վարդենիսում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Քաջարանում, մարդիկ գալիս են, մարդիկ իրենք են գալիս, իրենց հարցերը մեզ տալու, այնպես չի որ մենք կանգնում ենք, մեր կարգախոսները բղավում ենք ու հեռանում ենք, չէ, իրենք գալիս են ու իրենց հարցերը տալիս են։ Գիտեք, այս ընթացքում այնքան մարդ է ինձ մոտեցել ու այնպիսի հարցեր են բարձրացրել, որ ես հասկացել եմ, որ հանրապետությունից ակնկալիքները համենայն դեպս եթե համեմատում են 2021-ի ընտրությունների հետ բավականին մեծացել են, այսինքն այս ընթացքում հանրապետությունը մեծացրել է իր քաղաքական կապիտալը, այս ընթացքում հանրապետությունը մեծացրել է այն քաղաքական պահանջարկը, որ իրենից կա, որովհետև եթե դու գալիս ես ու հանրապետություն կուսակցության անդամին հարցնում ես, թե բա ոնց պետք է լինի երկրի անվտանգությունը, բա ոնց պետք է լինի այս անվճար կրթության հարցը, բա ոնց պետք է լինի այս հարցերի ամբողջ շարան։ Նախկինում նման խնդիրներ համենայն դեպս իմ հիշողության մեջ չի մնացել, որ 21 թվականին ինձ գային ու հարցնեին նման բաներ։ Մարդիկ ակնկալում են տետատետ հանդիպում ավելի շատ։ Մարդիկ ուզում են ոչ միայն դու իրենց ինչ-որ բաներ ասես ու հեռանաս, այ հանրահավաքներում այդպես է, քո խոսքը ասում ես ու գնում ես։ Մարդիկ ուզում են իրենք էլ քեզ հետ խոսեն, որովհետև ուզում են լսված լինել, հասկացված լինել, արժևորված լինել։ Այ համենայն դեպս մեր քարոզչության, դուք շատ ճիշտ եք նկատել, պարոն Կիրակոսյան, մեր քարոզչության առանձնահատկություններից մեկը թերևս դա է, որ մեզ մոտ ոչ թե գնում է մենախոսություն, քաղաքական մենախոսություն, այլ հանրապետության պարագայում կայանում է քաղաքական երկխոսություն իր ընտրողի հետ։ Բայց դուք հիմնական խաղից դուրս եք մնացել, Տիկին Ադամյան, այն փոխհրաձգությունը, որ սկսվել է քարոզարշավի շրջանակներում, համբալը դու ես, չոքացնելու եմ, կզացնելու եմ։ Եվ փառք Աստծո, որ դուրս ենք Այսինքն մնացել։ դա է նաև ընտրողին գրավում։ Մարդիկ ավելի շատ հետաքրքրվում են, ինչ եղավ Նիկոլ Փաշինյանն ինչ ասեց, Քոչարյանը ոնց պատասխանեց, Ծառուկյանը ինչ ասեց, Սամվել Կարապետյանը ինչ, ու իրենց շուրջ է պատտվում, հա, բայց դուք sense ոնց որ կողքից Լուսանցքից դուրս մնացած եք։ Գիտեք, եթե քարոզչությունը պետք է ընթանա այդ ոչ նորմատիվ լեքսիկոնով, փառք Աստծո, որ մենք այդ լեքսիկոնում չկանք, որովհետև մենք չենք պատրաստում որևէ մեկին համբալ ասել եւ որևէ մեկին կզցնել։ Դա հանրապետության ոճը չէ։ Հանրապետությունը կայացած Բայց կուսակցություն պոպուլյար չեք դառնում։ Հանրապետությունը բավականաչափ կայացած կուսակցություն է, հանրապետությունը բավականաչափ պատմություն ունի, որպեսզի ապավինի այդ կարգի դիվիդենդներին։ Մենք դրա կարիքը չունենք, վստահեցնում եմ ձեզ, հակառակը։ Ինչ որ պահի մեզ նաև շնորհակալություն են հայտնում, որ մենք այդ ինչ ասեմ, խառնամբոխային լեզվի մեջ չկանք, այդ ամբոխահաճության մեջ չկանք։ Ձեր գնահատականով Ռոբերտ Քոչարյանն ինչու ապավինեց համբալին, որովհետև տեսավ, որ չի կարողանում մարդ հավաքել։ Տեսավ, որ այսպես Հայաստանի Հանրապետության փրկության իր ծրագիրը բռնում չի գտնում։ Ուստի դիմեց այդ լեքսիկոնին, որպեսզի առաջացնի այդ ձեր ասած պլեպսի հետաքրքրությունը։ Պարզ էր, չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանը ամենայն դեպս ինչ քաղաքական այդքան փորձառություն ուներ հասկանալու, որ եթե Նիկոլ Փաշինյանին ինքը համբալ ասեց, ամբողջ ԿՊ-ն իրեն պատասխանելու է։ Ահա եւ հայտնվում է top 10-յակի առաջին շարքում։ Դա գիտեք, բավականին ինչ ասեմ, երկրորդ նախագահի համար անվայել քաղտեխնոլոգիա է։ Մենք նման անվայել միջոցների դիմելու կարիք չունենք, հավատացնում եմ ձեզ։ Տիկին Ադամյան, այս քարոզարշավին զուգահեռ մի այլ կարևոր թեմա է քննարկվում Անդրանիկ Թևանյանի հետ կապված ԲՀԿ ցուցակի երկրորդ համարն է։ Գիտեք, որ կալանավորվել է եւ քննչական կոմիտեն նրան մեղադրանք է առաջադրել պետական դավաճանության հոդվածով։ Սա ինչպես եք դուք մեկնաբանում, սա քաղաքական հակառակորդին իշխանության կողմից չեզոքացնելու փորձ է։ Ես չեմ կարծում, որ Անդրանիկ Թևանյանը քաշվում եք այն հակառակորդներ, որին արժեր չեզոքացնել։ Ոնց ուզում եք վերցրեք։ Երեք ընդհանրապես այս քարոզարշավի առանձնահատկությունը դարձել է արդեն, ինչ ասեմ,
ակնհայտ ապօրինի գործողությունների շարանը, որովհետև երբ որևէ կուսակցության դեպքում որևէ կուսակցության առնչությամբ հարուցվում է նման թվով քրեական գործեր, որևէ կուսակցության առնչությամբ այդքան ձերբակալվածներ կան, դա արդեն ինքնին նշանակում է, որ այդ կուսակցությունը, խոսքը այս պարագայում բնականաբար ուժեղ Հայաստանի մասին է, որ այդ կուսակցությունը պարզապես քարոզարշավը մղում է, քարոզարշավը վարում է, քարոզարշավի հիմքում դնում է փողը, որովհետև չունի քաղաքական կապիտալ, չունի եւ չի կարող ունենալ։ Ավելին, վարչապետի տեխնացու չունի։ Գիտեք, մեզ արդեն համարյա թե կես տարուց ավելի հեքիաթներ են պատմում, թե ինչպես իրավաբանական ինչ նրբությունների, սահմանադրության փոփոխությունների ինչ ճանապարհով երրաքաղաքացի Սամվել Կարապետյանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Լավ, եկեք հասկանանք, Հայաստանի Հանրապետությունում կա որևէ հիմար, որ այդ հեքիաթին հավատա։ Դա հեքիաթ է, դա իրականություն որևէ պարագայում չի դառնալու, բայց մարդիկ շատ լուրջ տեսքով, շատ ինչ ասեմ, նույնիսկ երջանիկ տեսքով շարունակում են պնդել, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի Հանրապետության ուժեղ վարչապետ։ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետությունում երբևէ վարչապետ չի լինելու։ Ավելին, եթե փորձեն հայտնվել խորհրդարանում, վստահեցնում եմ ձեզ, որ Սամվել Կարապետյանի ձայները կգնան Ռոբերտ Քոչարյանին, եթե Ռոբերտ Քոչարյանը։ Լավ, Տիկին Ադամյան, շարունակելով Թևանյանի թեման, դուք ինչ Հանրապետություն կուսակցությունը ինչ գնահատական ունի քաղաքական։ Իսկ Հանրապետություն կուսակցությունը ինչ քաղաքական գնահատական պետք է ունենա ինչ-որ մի Թևանյանի վերաբերյալ։ Թևանյանի վերաբերյալ մենք մեր գնահատականները շատ վաղուց ենք տվել, դեռ այն ժամանակ, երբ ORT-ի եթերներից Հայաստանի Հանրապետությունն էր վարկաբեկում։ Այդ ժամանակ մենք Թևանյանի գնահատականը տվել ենք։ Թևանյանի գնահատականը մենք տվել ենք դեռ այն ժամանակ, երբ քաղաքապետարանում էր փորձում իբրև ավականի էր փորձում քաղաքապետարանում ինչ-որ դեմարշներ անել։ Հանրապետություն կուսակցությունը ընդհանրապես Թևանյանի խնդրեմ չունի, գիտեք, մենք շատ ավելի լուրջ խնդիրներ ունենք։ Եթե անմեղության կանխավարկածը հաշվի առնելով, եթե Թևանյանը իրոք լրտեսության բավարար հիմքեր կան, լրտեսել է Հայաստանի Հանրապետությունը, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով խստագույնս պետք է պատժվի։ Ու ավելի քան հակված եմ հավատալու, որ Անդրանիկ Թևանյանը այդ քայլին գնացել է, որովհետև Թևանյանների մտածողությամբ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար օտարերկրյա պետություն չի։ Լրտեսելով Հայաստանի Հանրապետությունում հօգուտ Ռուսաստանի, նրանք համարում են, որ ծառայում են իրենց հայրենիքին։ Այդ դա է մեր գնահատականը։ Վերջապես պետք է հասկանալ, որն է մեր հայրենիքը։ Դե նա ասում է Դոնեցկ, Լուգանսկ գնալուց ինչ վատ բան են կարել, ասում են լավ են կարել, այնտեղ հայր ունենք, մեր հայ համայնքի համար էին գնացել։ Դեմ եք, որ նա գնացել այնտեղ հայ համայնքի հետ է։ Անդրանիկ Թևանյանի երթուղիները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում։ Դոնեցկ Լուգանսկ է գնացել, թող Դոնեցկ Լուգանսկ գնա, բայց եկեք հասկանանք այդ Դոնեցկն ու Լուգանսկը այսօր ինչ հարցեր են լուծում։ Ընդհանրապես Դոնեցկը եւ Լուգանսկը ինքնավար հանրապետությունները Դոնեցկի եւ Լուգանսկի ինչ կազմավորումներ են։ Եկեք այդ հարցն էլ մի հատ պարզենք, հա։ Եկեք պարզենք նաեւ, թե Ռուսաստանի Դաշնությունն ինչու հարձակվեց Ուկրաինայի վրա։ Ինչ խնդիրներ է Ռուսաստանի Դաշնությունը արդեն 5 տարի նարեկ, 5 տարի, ավելի երկար, քան երկրորդ համաշխարհային պատերազմը։ Ինչ խնդիրներ է Ռուսաստանը լուծում Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում։ Արդյոք դա հենց ինքնավարության, ինքնիշխանության դեմ պայքար չի։ Ոնց այդ, ինչի Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա։ Որպեսզի Ուկրաինան չլինի ինքնիշխան պետություն, որպեսզի Ուկրաինան լինի նույն վասալը, ինչ Բելարուսն է։ Նույն զուգահեռը գնում է հիմա Հայաստանի Հանրապետության պարագայում։ Այս ամբողջ հիբրիդային պատերազմը Անդրանիկ Թևանյանների, Ռոբերտ Քոչարյանների, Գագիկ Ծառուկյանների, Սամվել Կարապետյանների, Թաթոյանների, շարքը շատ երկար է, ցավոք շարքը շատ երկար է։ Այս ամբողջ շարքը մոբիլիզացնելու նպատակը որն է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը չլինի ինքնիշխան պետություն։ Մարդիկ գնում են քրեական հանցագործությունների, որպեսզի լուծեն քաղաքական խնդիրներ։ Պարզապես քրեական հանցագործությունների, որպեսզի լուծեն քաղաքական խնդիրներ։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, այդքան ձերբակալվածների վերաբերյալ, եթե գոնե մեկ դատական գործ լիներ ու մարդը կոնկրետ դատապարտվեր իր կատարածի համար, մենք դեռ դրան կանդրադառնանք, դուք մենք հենց հիմա դրան անդրադառնանք, հետո ձեր մյուս հարցերին կանդրադառնանք։ Թևանյանի հետ կապված դուք ասացիք, որ հակված եք, որ նա նման բան կաներ։ Այդ
ինչի հիման վրա եք նման։ Իր ամբողջ քաղաքական հետագծից ելնելով ես Անդրանիկ Թևանյանին անձնապես ծանոթ չեմ։ Իր ամբողջ քաղաքական հետագծից ելնելով, իր ելույթներից ելնելով, նրա համար Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն գոյություն չունի։ Կա Հայաստանի Հանրապետությունը իբրև Ռուսաստանի Դաշնության ենթակա, այդ դրանից ելնելով։ Ձեզ ասում եմ նրա համար Ռուսաստանի օգտին լրտեսելը դա դավաճանություն չի, որտեղ իրական հայրենիքը Ռուսաստանն է։ Դե բնական է որ պետք է ասի չեմ արել։ Բնական է, որովհետև ինքը դա չի ընկալում, ես հենց դա եմ փորձում ձեզ բացատրել։ Այդ պարագայում լրտեսությունը նա դավաճանություն չի համարում, որովհետև հայրենիքը Ռուսաստանն է, Հայաստանը չի։ Ինքը չի դավաճանել որևէ մեկին իր պատկերացումների շրջանակներում։ Դա է խնդիրը։ Բայց երբ նրան ասեցի դուք ընկալում եք ռուսամետ գործիչ, նա ասաց ես հայամետ գործիչ եմ, ունեմ պատկերացում, չէ՞ որ Հայաստանն է իր հայրենիքը, եւ այդ ձեր բանը չեզոքանում է, որ Ռուսաստանն է իր հայրենիքը իր։ Իսկ իր պատկերացումները արդյոք համապատասխանում են իրականությանը։ Բացարձակապես ոչ։ Հայամետ գործիչ լինել այսօր, գիտեք, ընդհանրապես ես նկատել եմ, որ այս քարոզարշավի առանձնահատկություններից մեկն էլ գիտեք ինչն է, պարոն Կիրակոսյան ջան, բոլորը խոսում են ինքնությունից, բոլորը խոսում են ինքնիշխանությունից, բոլորը խոսում են անվտանգությունից, բոլորը խոսում են չգիտես ինչի արդյունաբերության վերագործարկումից, տնտեսական զարգացումից, որևէ մեկը կոնկրետ ռեալ ծրագիր չի ներկայացնում այդ ամեն ինչի, որովհետև եթե այսօր դու փորձես գնալ ընտրողին ասել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կարևոր չի, այդ ընտրողը քեզ գրողի ծոցը այնուամենայնիվ կուղարկի։ Երբ Ռոբերտ Քոչարյանն է խոսում ինքնիշխանությունից, դա աբսուրդ է։ Երբ Գագիկ Ծառուկյանն է խոսում ինքնիշխանությունից, առավել եւս Սամվել Կարապետյանը։ Ինչի աբսուրդ։ Դա աբսուրդների աբսուրդն է, որովհետև ամբողջ ինքնիշխանությունը իրենք պատկերացնում են Ռուսաստանի Դաշնության սահմաններում, Ռուսաստանի Դաշնության ենթակայությամբ։ Այդտեղ ինքնիշխանությունը։ Ես չեմ կարտացել նրանց ծրագրում այդպիսի բան, ոչ էլ դուք կարող էիք նրանց ծրագրերը, լսել, ոչ էլ դուք կարող էիք նրանց ծրագրերը ընդհանրապես չկարդալ, դուք կարող եք լսել նրանց ելույթները, դուք կարող եք լսել նրանց հարցը։ Ձեզ նաև ձեր հարցերին եմ պատասխանել։ Կարող եք լսել նրանց ասուլիսները եւ գիտեք ինչ, մարդը անջական ուղղակի խոսքից եզրակացություններ անելու պարտավորություն ունի։ Ինչ եզրակացություններ ենք մենք անում իրենց այդ ամբողջ, այսպես ասած, բառա հորձանքից։ Եվ Սամվել Կարապետյանը հայտարարում է, Ռոբերտ Քոչարյանը, կներեք, շփոթեցի, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, ինչ էին մտածում, որ միանում էին Հռոմի ստատուտին։ Դա ինչ է նշանակում։ Հռոմի ստատուտին միանալը նշանակում է միայն Պուտինին ձերբակալելու օրդեր։ Եթե Ռոբերտ Քոչարյանի ընկալումները այդքան են, թե Հռոմի ստատուտի, թե Վլադիմիր Պուտինի, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ժամանակը շատ վաղուց սպառվել է։ Եթե նայում եք իր ամբողջ ելույթները, եթե նույնիսկ համեմատում եք իր իշխանավարման տարիների հետ, Ռոբերտ Քոչարյանը եղել եւ մնում է 2008 թվականին, նրա համար 2009 թվականը Հայաստանի Հանրապետությունում չի եկել։ Ինքը չի հասկանում, չի տեսնում, չի ցանկանում տեսնել, ինչ աշխարհակաղակական փոփոխություններ են եղել ընդհանրապես։ Հայաստանը հիմա որտեղ է, տարածաշրջանում ինչ է կատարվում, աշխարհում ինչ է կատարվում։ Իրեն թվում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո ինքը ստացավ անգլիական թագուհու կարգավիճակը, կորցրեց ու ստացավ միահեծան գորոս տիրոջ կարգավիճակ ցարի ենթակա, այդպես էլ պիտի մնա ու Հայաստանը պետք է այդպես լինի։ Ռոբերտ Քոչարյանի մեղքերը այնքան շատ են, որ նույնիսկ ինչ ասեմ, մի քանի հարցազրույց ստիպված կլինենք իրար հետ անել, որպեսզի ես հասցնեմ ամբողջը թվարկել։ Ու պատկերացրեք, որ նույն դաշտում է հայտնվել նաև Սամվել Կարապետյանը ընդամենը իր ինչ ասեմ, մի քանի ամսվա քաղաքական կենսագրության մեջ։ Ու եթե համադրես իր ամբողջ անցած ճանապարհը նախքան մեծ քաղաքականություն մտնելը, հանգիստ ընդամենը գալիս էր, այստեղ վեճեր էր լինում, գալիս էր իբր արբիտրի դեր էր կատարում, գնում էր։ Քաղաքականության մեջ մտնելու ոչ մի ցանկություն չուներ։ Այդ ոնց եղավ, որ հանկարծ որոշեց, որ պետք է մտնի քաղաքականության մեջ։ Ոնց եղավ։ Հարցեր են, չէ՞ ծագում։ Պաշտպանի ազգային արժեքները, եկեղեցին։ Այդ ազգային արժեքները եկեղեցին կարող էին իր գնահատականով ամենայն դեպս վտանգված լինել 2018 թվականից։ Ինչի որոշեց քաղաքականության մեջ մտնել 2025 էր արդեն Նիկոլ Փաշինյանը թիրախավորել կաթողիկոսին։
մանկական Սա իր մանկական ես հասկանում եմ որ դա իր տեսակետներն է ես գիտեմ որ դա իր տեսակետները բայց պատկերացրեք որ բավական մանկամիտ տեսակետներ են եւ որևէ քննադատության չեն դիմանում եթե դու իսկապես համարում ես որ Հայաստանն է քո հայրենիքը եթե դու սիրում ես քո երկիրը ու պատրաստ ես քո երկրի համար հնարավորն անել դու չես սպասում որ ինչ որ մեկին թիրախավորի դու գալիս ես ու դա անում ես չի եկել ու չի արել եկել է հրամանով գործում է հրահանգով սա է ամբողջ Սամվել Կարապետյանի միֆը որ հունիսի 7-ին արդեն պայթելու է վստահ եղեք նույնիսկ եթե խորհրդարան մտնեն Այդ ձայնագրությունները, որ հրապարակում են, անընդհատ ուզում էիք այդ մասին խոսել, անդրադառնանք դրան, ինչն է ձեզ մտահոգում, որ կա նման երևույթ եւ չկա համարժեք արձագանք։ Ասեմ ինչն է մտահոգում հրապարակում է այդ ենթադրյալ ընտրակաշառքի մասին ձայնագրությունները, ամեն դեպքում ենթադրյալ, որովհետեւ դատանի վճիռ չունենք եւ կան նաև ձերբակալված անձինք, էլ ինչ պետք է անի իշխանությունը, որ այս իրավիճակը ձեզ չի բավարարում։ Իհարկե չի բավարարում։ 67 հոգի 67 հոգին արդյոք դա ամբողջական պատկերն է, բացարձակապես ոչ։ Ես վստահ եմ, որ այդ 67 հոգով չի սահմանափակվում ընտրակաշառքի պատմությունը Հայաստանի Հանրապետությունում։ Բոլորը գլուխը պետքա ձերբակալվի, հա, որտեղ ինչ որ մեկը համակարգում է վերևից եթե դա ճիշտ է Ես կարծում եմ որ դա ճիշտ է եւ դա շատ թերի պատկեր է բայց այստեղ կա օրենսդրական շատ մեծ խնդիր Բերենք Մոլդովայի օրինակը համատենք Հայաստանի Հանրապետության հետ ինչու մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող այդ կուսակցություններին որոնք քարոզարշավից առաջ եւ քարոզարշավի ընթացքում աչքի են ընկել նման գործունեությամբ քարոզարշավից հանել եւ ընտրությունների թույլ չտալ Մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման իրավասություններ չունի, պարզապես։ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ Ռուսաստանի Դաշնությունը ընտրություններից առաջ փորձելու է հեղաշրջում անել ընտրությունների միջոցով։ Մենք դրան ինչու պատրաստ չէինք։ Մենք անverջ խոսում ենք հիբրիդային պատերազմից, հիբրիդային մարտահրավերներից, հիբրիդային գրոհներից, մենք անverջ խոսում ենք, թե ոնց են օդանավակայանում ճամպրուկներով փող բերում, բանկային համակարգով ոնց են փորձում փոխանցումները։ Այդ ամեն ինչը մենք խոսում ենք, ինչ եզրակացության ենք դրանից գալիս։ Ինչու մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը չունի այդ իրավասությունները։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը արդյոք այդ հեռանկարը աչքի առաջ չի ունեցել, եւ եթե ունեցել է, ինչ է արել։ Ինչու օրենսդրորեն այդ բացը չի փակվել։ Այ մենք գնալու ենք խորհրդարան, այդ օրենսդրական բոլոր բացերը փակելու։ Մենք գնալու ենք խորհրդարան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության որևէ իրական լիազորություն եք տալու, որ ձեր չսիրած փոխելու ենք օրենքը։ Այդտեղ սիրած, չսիրած ուժ չկա։ Մին ենգափոխեք իմ բառերը, պարոն Կիրակոսյան ջան։ Այդտեղ սիրած, չսիրած չկա։ Եթե դու վտանգ ես ներկայացնում ժողովրդավարության համար, եթե դու վտանգ ես ներկայացնում ինքնիշխանության դեմ, այդտեղ սիրած, չսիրածը չի, այդտեղ օրինական եւ ապօրինին է։ Ես նրանցից որևէ մեկին բացառյալ են բոլոր գործիչներին, որոնց այդ աշխատանքի բերումով տարիներ շարունակ ծանոթ եմ եղել, համենայն դեպս այդտեղ սիրելու կամ չսիրելու հանգամանք չկա։ Սիրելու հանգամանք կա միայն մի դեպքում։ Սիրում ես քո պետությունը, թե չես սիրում, սիրում ես քո հայրենիքը, Հետաքրքիր է, որ դուք Սամվել Կարապետյանի վրա եք կենտրոնացել, դուք չեք ասում օրինակ Ինչու Ռոբերտ Քոչարյանի մասին այդքան որ ասում էի դա Սամվել Կարապետյանի վրա կենտրոնանալ։ Երբեք չեք ասել իրան էլ արկել եք ընտրություններին մասնակցի Ծառուկյանին։ Որովհետև Սամվել Կարապետյանը միանգամից հայտնվեց քաղաքականության մեջ, ֆալս ստարտ տվեց, որպեսզի ճանաչելիության խնդիրը լուծի, մեխանիկորեն բոլոր մյուս կուսակցություններին ներքաշելով ընտրապայքարի մեջ, եւ հիմա մենք ստանում ենք նաեւ որոշակի ընտրողների իներտություն, որտեղ մարդիկ արդեն հոգնում են այդ խոսող գլուխներից, դա դեռ մեկ, եւ երկրորդը Սամվել Կարապետյանը եկավ իր միլիարդներով եւ փորձեց երկիրը փաթեթավորել ու գնել։ Նույնը արել է Ռոբերտ Քոչարյանը 2021-ին։ Այդքան փող ծախսելով կարողացել էր դառնալ ոչ թե իշխանություն, այլ ընդհանրապես ընդդիմություն։
Ես կարծում եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք ընտրակաշառք են բաժանում անմեղության բոլոր կանխաբարկածները հաշվի առնելով, որոնք կաշառք են բաժանում, որոնք փորձում են մեր երեխաների, մեր հայրենիքի ապագան իրենց մի քանի կոպեկով գնել ու վաճառել, քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն, պետք է դատվեն, այո, եւ օրենքի սահմանված պատժի չափով իրենց պատիժը կրեն համապատասխան վայրերում։ Դա վերաբերում է թե Գագիկ Ծառուկյանին, թե Ռոբերտ Քոչարյանին, թե բնականաբար Սամվել Կարապետյանին։ Մենք քննադատում ենք, օրինակ ես ասում եմ, որ արդյոք իրատեսական է ձեր բյուջեն 80 միլիարդ դարձնելու ծրագիրը։ ՔՊԻ-ի հետ կապված ասում ենք, արդյոք հնարավոր է այս մոտեցմամբ խաղաղությունը։ Քննադատում ենք Ծառուկյանին, Քոչարյանին, Կարապետյանին, ասում են FSB-ի հետ կապ ունի, Քոչարյանին ասում են գյուլլելու հրաման է տվել եւ այլն։ Բայց մենք ինչի չենք խոսում հասարակության մեջ առկա խնդիրների մասին։ Դուք այդ գաղտնալսումները լսել եք, մարդկանց մոտիվացիան ինչ որ մի տեղից ավել 10,000 դրամ պոկելն է։ Գուցե ձեզ համար հիմա պոպուլյար չէ քաղաքական ուժերիդ համար խոսել քաղաքացու ձեզ քվե տվողի, ենթադրյալ քվե տվողի թերությունների մասին, բայց մեր խնդիրները չեք կարծում, որ այդտեղից է սկսվում։ Պարոն Կիրակոսյան, թե հայկական ժամանակում, թե առաջին ԵՄ-ում, թե ֆակտորում իմ բոլոր հարցազրույցները, եթե ժամանակ ունենաք նայեք, ես անverջ խոսել եմ հենց ձեր ասած թեմայով։ Եվ գիտեք ոնց եմ հարցը դրել, ինչու զարգացած ժողովրդավարություններում ընտրակաշառք հասկացություն չկա, որովհետև դուք շատ ճիշտ նկատեցիք, մենք հիմա փորձում ենք պայքարել հետևանքների հետ, մենք պատճառները չենք վերհանում, իսկ պատճառների պատճառը այն է, որ մարդիկ մի քանի հազարի, դե առաջին հազարեր հիմա 100,000, 200,000 եւ ավելի է դարձել, այդքան գումարով պատրաստ են գնվել ու վաճառվել, որովհետև իրենք իրականում իրենց ամենայն դեպս որոշակի մասը այդ գումարի կարիքը ունի։ Ինչու՞։ Մենք մեղադրում ենք բոլորին, բայց մենք չենք փորձում հասկանալ, իսկ այդ մարդիկ ինչու այդ գումարի կարիքը ունեն։ Այ հիմա հետ դառնանք Հանրապետություն կուսակցության ծրագրերին, որովհետև մենք այսքան տարիներ անverջ ասում ենք, որ պետք է արդյունաբերությունը վերագործարկվի, որ լեռնամետալուրգիան պետք է վերագործարկվի, որ մենք ժողովրդագրական խնդիր պետք է լուծենք, որ մենք պետք է բարձրացնենք բարեկեցությունը, որ մենք պետք է փոխենք կրթության բովանդակությունը, որովհետև այ իմ եւ ձեր ասած այդ մարդկանցից շատ-շատերը նույնիսկ չգիտեն, որ իրենք քրեական պատասխանատվության ենթակա են, այսինքն կրթական այդ մակարդակը չկա։ Եթե երկրում բարձրանում եք այն համակարգը, մարդիկ այլևս գնվելու ու վաճառվելու կարիք չեն զգում։ Այ հանրապետության տարբերությունը մյուս կուսակցություններից նաև դա է, որ մենք փորձում ենք ոչ թե հետևանքների հետ կռիվ տալ ու քրեական, ինչ ասեմ, հարթության մեջ, այլ մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել տնտեսական հարթության մեջ, որպեսզի մարդը այլևս այնքան վաստակի, այնքան աշխատատեղեր ստեղծվեն, մարդը այնքան վաստակի, որ իր համար նույնիսկ անպատկերացնելի ու անվայել լինի ընտրության գնալու համար ձայն վաճառելը։ Սա է մեր տարբերությունը։ Ես ձեզ շատ շնորհակալ եմ, որ դուք այս հարցը տվեցիք ինձ։ Տիկին Ադամյան, ամեն դեպքում 300,000-ի խոսույթը կա եւ քարոզարշավի հիմնական հարցերից մեկն է քննարկվող ադրբեջանցիների ենթադրյալ որ հունիսի 8-ին արդեն գալու են Հայաստան։ Սամվել Կարապետյանն ամեն օր է ազանգում այդ մասին, ոչ թե կոնկրետ ամսիութի հետ կապված, այլ իշխանության վեր ընտրվելու դեպքում Նիկոլ Փաշինյանին հարցրել եմ, ասել է սուտ է, երաշխավորում եմ, որ չի լինելու նման բան։ Ամեն դեպքում այս խոսույթը ինչու մենք ունենք առանց ինչ որ մի բանի այսքան չեր ծավալվի, չէ՞։ Ուզում եք ասեք առանց գրակ ծող չի լինի։ Այո։ Այո, այսինքն մի բան կա, չէ՞, տակ ամեն դեպքում։ Չկա, վստահաբար չկա, տեսեք 300,000 աշխատատեղը ինչ որ չանցավ, անցանք 300,000 ադրբեջանցիների վերադարձին։ Նախ եթե նայեք վիճակագրական տվյալներ, Հայաստանի Հանրապետության տարածքում 300,000 ադրբեջանցի երբեք չի բնակվել։ Եթե նայեք վիճակագրական տվյալները։ Վերջին հաշվով այդ 300,000 ադրբեջանցին միֆական, որ իբր ապրել են Հայաստանի Հանրապետությունում, ես ձեզ վստահեցնում եմ, անմահների փաղանգից չեն եղել, նրանցից շատ-շատերը արդեն մահացած են։ Ով է վերադառնալու այդքան։ Սա
պարզապես քարոզչական կարծրատիպ է, որը Ռուսաստանի Դաշնության մեթոդիկաներով ներկայացվում է, պարզվում է, որ ոչ միայն 300,000 ադրբեջանցիները, շատ ավելի շատ այլ տարբերակներ էլ կան, որոնք մաս-մաս, այսպես ոնց բացվում է Զախարովայի հայտարարություններով, այնպես կրկնվում, պատճենվում եւ կրկնվում է այստեղ ու կրկնվում է մարդկանց նյարդերի հետ խաղալու, մարդկանց իսկապես վախեցնելու։ Տեսեք, 2020-ից հետո Ռուսաստանի Դաշնության հիբրիդային պատերազմի գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության դեմ եղել է մեր ենթագիտակցության վրա ազդելը, մեզ վախեցնելը, պարզապես վախեցնելը, անverջ վախեցնելը պատերազմի սպառնալիքով, անverջ վախեցնելը, որ Հայաստանի Հանրապետությունը պարտված է, Հայաստանի Հանրապետությունը չի կարող իր սահմանները ինքը պաշտպանել, Հայաստանի Հանրապետությունը չի կարող առանց Ռուսաստանի Դաշնության ընդհանրապես ինքը իր տանը ապրել, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ռուսաստանի ամբողջ քարոզչական նարատիվները հիմնված են վախի, անկայունության, սարսափի զգացողություն հարուցելու վրա, որպեսզի դու հասկանաս, որ դու քեզնից ոչինչ չես ներկայացնում, քեզ պետք է տեր, քեզ պետք է պաշտպան, եւ ով է այդ տերն ու պաշտպանը, բնականաբար ցարը։ Սա է ամբողջ այդ 300,000 ադրբեջանցիների միֆի հիմքում էլ նստած է այդ վախը, գալու են, մեզ ուտելու են։ Սա է, բայց չեն գալու եւ չեն ուտելու։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ նախ այդքան ադրբեջանցի գոյություն չունի։ Ադրբեջանը խնդիր տեսավ Հայաստանի սահմանադրության անկախության հռչակագրի հետ։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության հետ խաղաղության համաձայնագիր կնքելու տարբեր նախաստորագրված խաղաղության համաձայնագիր ստորագրելու, չէ՞։ Տեսավ հետո ինչ։ Հանվում է, չէ՞։ Ես չգիտեմ կհանվի թե չի Նիկոլ հանվի։ Փաշինյանն ասել է, այո, հանվելու է, դա Նիկոլ Փաշինյանը ասել է, որ դա պետք է դրվի սահմանադրությունը պետք է դրվի հանրաքվեի, ճիշտ է։ Սահմանադրության տեքստը դուք կարդացել եք։ չեն հրապարակում։ Ու չեք կարդացել։ Չէ, բայց ասում է հանելու ենք դա։ Ես կարծում եմ, որ քանի դեռ սահմանադրության տեքստը չկա, քանի դեռ հանրաքվեն կայացած կամ չկայացած փաստ չի, եկեք այդ մասին դեռ չխոսենք, բայց խոսենք մի ուրիշ թեմայի մասին։ Խոսենք թե Ադրբեջանը որ դեպքում այդ նախաստորագրված համաձայնագրի տակ իր ստորագրությունը կդնի, անկախ մենք սահմանադրությունից կհանենք, կթողնենք, թե սահմանադրությունը կփոխենք, թե կթողնենք անփոփոխ։ Դուք կարծում եք Ադրբեջանում վախեր չկան։ Դուք կարծում եք Ադրբեջանը այդպես իրեն համարում է Աստծու Ալլահի կներեք, այս դեպքում Ալլահի օգնությամբ նման փառահեղ հաղթանակ տարած պետություն, որի հաղթանակը հավերժության հետ է սահմանակցելու։ Արդյոք Ադրբեջանը չունի բնական վախեր, որ իրավիճակ է փոխվելու, որ Հայաստանի Հանրապետության տնտեսության հնարավոր զարգացումը, Հայաստանի Հանրապետության բանակի վերականգնումը, տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնումը ինչ որ պահի իրավիճակ են փոխելու։ Եվ իրավիճակը փոխելու պարագայում ինքն է արդեն գալու ու խնդրելու, եկեք ստորագրենք, այս ինչ որ փաստաթուղթ էիք առաջարկում, մենք էլ ինչ որ համար հրաժարվում ենք, եկեք ստորագրենք, այ մենք ուզում ենք այդ ստորագրությունը, որովհետև ցանկացած այլ ստորագրություն, պարոն Կիրակոսյան, տասնյակ համաձայնագրեր կարող եք դուք ինքներդ ինձ հիմա հիշեցնել, որոնք ստորագրվել ու խախտվել են։ Մենք ուզում ենք, որ իսկապես կայուն, հաստատուն, ամուր խաղաղություն լինի։ Իսկ այդ կայուն, հաստատուն, ամուր խաղաղությունը հնարավոր է միայն մեկ դեպքում, երբ տարածաշրջանում Հայաստանը կարողանա ուժերի հավասարակշռություն վերականգնել։ Այդ վերականգնելու համար մեզ պետք են ռեալ դաշնակիցներ։ Այդ վերականգնելու համար մեզ համար գերկարևոր է տրիպի կառուցումը, մեզ համար գերկարևոր է Հայաստանի Հանրապետության Եվրամիության անդամակցության գործընթացի շարունակականությունը։ Այլ թեմայի անդրադառ։ Արդյոք Հանրապետություն կուսակցությունը կասկածի տակ չի դրել իր արևմտյան արժեքների կրող լինելու հանգամանքը, երբ որ մի բառ քննադատական խոսք հայտարարություն չի տարածել Նիկոլ Փաշինյանի պահվածքի հետ կապված, գոռում է կանանց վրա, այլակարծությանն ի պատասխան միանգամից ասում է կալուգածին ձեզ 200,000 է տվել, եկել եք այստեղ, որ ինձ հակառակ բան ասեք։ Արցախցի երիտասարդը մոտեցել ինչ որ խնդրի մասին է փորձում խոսել, 2 ժամ հետո ազատազրկվում է, հիմա էլ կալանավորված է։ Ինչի՞ չեք արձագանքում, չէ՞ որ դուք ժողովրդավարական արժեքներ կրող ուժի դիրքերից եք հանդես գալի։ Հրաշալի հարց եք տալի, ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը մեր գործողությունների մեջ է։
Մենք ինքներս նման բաներ երբևէ չենք անում։ Հարցազրույցի սկզբում մենք դա արձանագրեցինք։ Գիտեք, մեր խնդիրը չի այդպես արձագանքներ տալ տարբեր կուսակցությունների վարքագծին։ Մեր խնդիրն է խոսել, ամեն դեպքում ուժխողուժն է, մեր խնդիրն է խոսել ժողովրդի հետ։ Մենք ժողովրդի հետ ենք խոսում, մենք չենք գնահատում այլ կուսակցություններ, ինչպես են իրենց քարոզարշավը կազմակերպում։ Բայց փոխարենը մենք արժանանում ենք այլ կուսակցությունների մեզ ուղղված ինչ-որ անհեթեթ հայտարարություններին, օրինակ դուք հիշատակում եք Նիկոլ Փաշինյանը ինչ է ասում, բայց ես էլ հիմա ձեզ կասեմ Սամվել Կարապետյանը ինչ է ասում Հանրապետության մասին, 4.01% է մեզ տալիս։ Արդյոք դա աբսուրդ չի։ Արդյոք դա աբսուրդ չի։ Սամվել Կարապետյանը ընդհանրապես քաղաքական 0 կապիտալ ունեցող հայերեն 5 րոպե հոդաբաշխ խոսելու ընդունակություն չունեցող մարդը գալիս է Հանրապետություն կուսակցություն ինչ-որ տոկոսներ։ Մշո բարբարն է, գուցե չեք հասկանում, իրանց պարզաբանումը դա է, որ մշո բարբարով է խոսում։ Կներեք, մշո բարբարով թող խոսի իր տանը, երբ խոսում է հանրության հետ, դուք կարծում եք ես բարբարներ չգիտեմ, հրաշալի գիտեմ, բայց ես բարբարով չեմ խոսում, չէ՞ ձեզ հետ կամ որևէ մեկի հետ։ Եկեք ընդունենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրական հայերենն է ընդունված իբրև պետական լեզու, ոչ թե ամենայն արգանքով մշո բարբառը։ Վերջին հաշվով կա նաև, ինչ ասեմ, մարդկանց հետ հաղորդակցվելու մշակույթ, թեպետ դա շատ հեռու է երևի քաղաքական դաշտում գտնվող շատ անհատներից։ Եվ մի փորձեք Հանրապետություն կուսակցության արևմտյան արժեքների հավատարմության ինչ-որ հարթության մեջ դնել մի հարց, որը ընդհանրապես այս քարոզարշավի ամենախոցելի կողմերից մեկն է, որովհետև այդպես մարդիկ փորձում են քաղաքական օրակարգը դնել մի կողմ, ծրագրերի պայքարը, գաղափարների պայքարը դնել մի կողմ եւ մտնել մի դաշտ, որտեղ հազար ներողությունս արտահայտության համար զոմբիների պայքար է գնում։ Զոմբիների եւ վարձավճարվածների պայքար է գնում։ Մենք զոմբիլենդում անելիք չունենք։ Մեր թիրախը Հայաստանի Հանրապետության մտածող մարդն է։ Այն մտածող մարդը, որ եկվորներին ու անցվորներին հայրենիք չի տալիս։ Հանրության մի մասին դուք զոմբի եք անվանում։ Ես չեմ զոմբի անվանում, իրենք են զոմբիի տեղ դրած։ Հանրությանը վիրավորելու որևէ ցանկություն չունեմ։ Վիրավորելու որևէ ցանկություն չունեմ, անգամ չեմ պատասխանում բոլոր այն մարդկանց, ովքեր իմ հարցազրույցների ու ստատուսների տակ ամենավերջին հայհոյանքներն են գրում, հայհոյանքները փոխվել են նաև, ինչ ասեմ, նոր ոճ են ստացել, ու այդ նոր ոճի ամենակլասիկ արտահայտությունն է թաղեմ քեզ, ստատկես դու։ Հիմա ես ինչ անվանեմ այդ մարդկանց։ Ինչ անվանեմ ես այդ մարդկանց, կարող եք այս հարցի պատասխանը ինձ տալ։ Ես կարծում եմ, որ այս բևեռացումը որևէ մեկին օգուտ չի տալիս, եւ դա համենայն դեպս այն բառապաշարը չի, որին արժի պատասխանել, ես ընդհանրապես ջնջում գցում եմ։ Չեմ թողնում, եթե ժամանակ ունենում եմ, մտնում եմ ջնջում եմ, բայց դա չի մեր խնդիրը։ Մեր խնդիրը ընտրությունների գլխավոր հարցն է։ Ու ես շատ ցավում եմ, իսկապես շատ ցավում եմ, որ 21-րդ դարի առաջին քառորդի ավարտին մենք դեռ գնում ենք ու ընտրությունների գլխավոր հարց ենք դնում, արդյոք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանրաքվեում որ ուժը մեծամասնություն կստանա, այսպես չպիտի լիներ։ Այսա Ռոբերտ Քոչարյանների, Սերժ Սարգսյանների, Գագիկ Ծառուկյանների, հիմա նաև Սամվել Կարապետյանների դավաճանությունն է իրենց պետությանը, իրենց ժողովրդին։ Սա է խնդիրը։ Ես կարծում եմ, որ այդ խնդիրը ստանալու է իր արժանի պատասխանը։ Շնորհակալություն Տիկին Ադամյան։ Ես եմ շնորհակալ։